Իմ կողքին Տիկին Ալան է, իր մայրը։ Տիկին Ալան միայնակ պահել մեծացրել է իր երկու որդիներին։ Եվ այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ստորագրեց, որ Տիկին Ալայի երկու որդիները Արցախյան վերջին պատերազմին սեպտեմբերի 19-ից սկսած մասնակցել են մարտական գործողություններին եւ երկուսն էլ զոհվել են։ Տիկին Ալան ինքը միայնակ պահել մեծացրել է իր երկու որդիներին, ինքը պաշտպանել է Արցախի սահմանները, որպես կին զինվորական պաշտպանել է Արցախի սահմանները եւ ցավոք այսօր Տիկին Ալան հայտնվել է Հայաստանի արդարադատության ձեռքը կրակն է ընկել։ 24 թվականին խաբեբայությամբ Տիկին Ալայից վերցնում են իր զոհված տղայի մեքենայի վաճառված գումարը, որպեսզի կարողանան իր տղաների շիրմաքարը կառուցեն եւ չեն արել դա, փոխարենը գողացել են նրանից այդ գումարը։ Երրորդ տարին է թևակողում, որ Տիկին Ալան դիմել է Հայաստանի արդարադատությանը։ Գործը Աչափնյակ դատարանում է։ Ինչ է անում դատավորը։ Ով է դատավորը։ Տիկին Ալա, Ոսկանյան Տիգրան։ Մենք մի պարզ գողի հարց այս երկրում չենք կարողանում լուծել։ Պարզ գողի հարց, որը եկել է, այս մարդու գողացել է իր զոհված տղայի վաճառված մեքենայի գումարը։ Մի ամբողջ արդարադատության համակարգ չի կարողանում լուծել մի պարզ գողի հարց։ Հիմա Տիկին Ալային ես անցած օրը խնդրել եմ, Աչափնյակ դատարանի առաջ փորձում էր նստացույց իրականացնել, տարեվերջն էր։ Խնդրել եմ, որ չիրականացնի այդ նստացույցը։ Այսօր Տիկին Ալան եւս գալիս էր այստեղ նստացույցի։ Խնդրել եմ որպես հայկին նրան, որ չանի այդ նստացույցը, որովհետև տեսնում եք, ինձ ցուրտ է, այս կինը իր ցավի հետ 2 օր էլ էստեղ նստացույցանի, սա իրենց սրտից է բխում։ Խնդրել եմ չանի այդ նստացույցը, եկել ենք այստեղ պահանջելու, մի պարզ պահանջ կա։ Նիկոլ Փաշինյանը ընդունի այս տիկնոջը, 2 երիտասարդ տղաների մեր հայրենիքի համար տված այս տիկնոջը եւ հասկանա մի գողի հարց այս պետությունը չի կարողանում լուծել։ Մի շարքային գողի հարց չի կարողանում լուծել։ Ներողություն, դուք դատավորի քայլերում, այսպես ասած, դիտավորություն տեսնում եք։ Տիկին Ալան կներկայացնի, ես դրա համար ես կուզենամ ինքը խոսի, Տիկին Ալա։ Քիչ կառաջանա։ Տիկին Ալա։ Դատավորի այսպես ասած չեմ կարող ասել, քանի որ ինքը ներկայանում է անընդհատ առանց պաշտպանի ու իր ամբողջ խնդիրը ինչ որ կայանում է, որ ինքը առանց պաշտպան չի կարող դատի մասնակցել։ Հենց մեղադրյալը ամեն անգամ հանրային պաշտպան են տրամադրում, հանրային պաշտպանը չգիտես ինչու դատի մի օր մնացած հրաժարվում է։ Ու արդեն 3-7-րդ նիստն էր, էլի ինքը չներկայացավ, իր պաշտպանը չներկայացավ ու այսպես շարունակ։ Այսինքն ձեր բողոքն այն է, որ դատական պրոցեսները ձգձգվում են եւ մինչեւ օրս այդ շիրմաքարի համար, այդ անբարոյական քայլի համար այդ անձը գողը, այսպես ասած, չի ստանում իրեն արժանի պատիժը, դա է ձեր բողոքը։ Այո։ Ես ուզում եմ, որ այս հարցը շատ շուտ լուծվի, իմ գումարը հետ վերադարձվի, որովհետև ես այդ գումարը ինձ չեն օգնել, դա իմ տղայի մի ժամ ինքը այդ մեքենան չի վարել, մի ժամ առել է, գնացել է պոստեր ու զոհվել է։ Ես չեմ ուզում, որ ինքը վայելի այդ գումարը, իմ գումարը հետ վերադարձնեն, ինքն էլ պատժվի օրենքի խստությամբ, եթե կա այդ օրենքը։ Որքան գումարի մասն է խոսքը։ Գումարը 12,000 ԱՄՆ դոլար։ Ինքը հրաժարվում է, ինքը ասում է ես 6500-ն եմ վերցրել, որովհետև 6500-ը որ տրամադրել եմ, վկաներ են եղել, մնացածի ժամանակ մենակ եմ եղել տանը, որ պահի զանգել ասել այսքան փող է պետք արի համար տվել եմ։ Կանխիկով եք վճարել։ Կանխիկով եմ վճարել, ունեմ փոքր գումարներ վճարած քարտով, իր աղջիկա անունով քարտ կար, այդ քարտին եմ վճարել։ Ու ինքը պահից օգտվեց, այն պահից սկսեց ինձանից գումար տանելը, որ հասկացա, որ ես խելագարված վիճակում եմ։ Իրան ինչքան պետք էր տարավ։
Իսկ իր պաշտպանին դատարան այսպես ասած վերելու լիազորություն իրավասություն չունեն։ Պաշտպանը սկզբից որ իրան բերման ենթարկեցին, հետո ինչ որ ես իմացա, որ ինքը գրավի դիմաց իրան բաց են թողել, ես դա հիմա արդեն կճշտեմ, ես երեկ եմ իմացել։ Պաշտպանը ինչ որ հետո հրաժարվել է իր գումարը չվճարելու համար, դիմեց դատարանը հանրային պաշտպան խնդրեց, որ տրամադրեն, եկավ դատի օրը, նախ ինքը ներկայացավ էլի առանց պաշտպան, պատճառաբանելով, որ հուլիսի հետ խառնել է, շփոթվել է, դրա համար պաշտպանին չի հասցրել զանգի որ գան։ Հաջորդ նիստին եկավ առանց պաշտպան, ասեց պաշտպանը էլի հրաժարվել է, նորից հանրային պաշտպան տրամադրեցին, եկավ հաջորդ նիստին, էլի ինքը եկավ մենակ, ասեց տեղյակ չեմ իմ պաշտպանից, դատարանից զանգեցին, պաշտպանն ասեց ես 10 օր առաջ իրան տեղեկացրել եմ, որ ես ձեր գործից հրաժարվում եմ։ Նորից ասեց հանրային պաշտպան կտրամադրեն, երեք նորից դատներ, ինքը չներկայացավ, հանրային պաշտպանը զանգեցին, ասեց ես չեմ հասցրել տեղեկացնեմ, որ չեմ գալիս։ Ու նորից դատը հետաձգեցին հունվարի 20, ու վստահ եմ, որ հունվարի 20-ին էլի ինչ-որ պաշտպանի խնդիր է լինելու, որովհետև շատ լավ ես գիտակցում եմ ինքը ինչի է գնում։ Ինքը ուզում է հասնի նրան, որ գործը վաղեմության ժամկետ ունենա ու փակվի։ Բայց ես իրան դա թույլ չեմ տա, ես չեմ թողի, որ ինքը իմ երեխու արյան փողի վրա քայլի։ Իսկ չեք ասի ինքը, այսինքն վճարողունակ է, սնանք չի հայտարարված, իր անվան դիմաց գույքեր կան, այսինքն փոխհատուցման դեպքում կարող եք իրենից այդ գումարը հետ ստանալ։ Հենց կոնկրետ իր անունով ոչ մի գույք չկա, ինքը անգամ բանկային քարտ չունի իր անունով։ Իսկ անց կունենան էլի։ Տղան ինքը իմիջիալոց ես ձայնագրություն ունեմ մի քանի օրվա առաջ, որ ինքը ասում է, մարդու հետ է խոսում, ձայնային է ուղարկել ու ասում է, որ 4 միլիոնի համար ինձ ոչ մեկ չի դատելու, եթե դատեն էլ փողը վճարելու եմ դուրս գամ։ Ինքը գիտի Աստված իր հետ։ Իսկ դուք Նիկոլ Փաշինյանին հանդիպելու մասին առաջին անգամ եք բարձրաձայնում։ Այո։ Ես 3-րդ տարին գտնվում եմ Հայաստանում, ապրում եմ Վարչով, մենակ։ Ես երբեք իրենց ոչ մի հարցով չեմ դիմել։ Ինձ պետք է, ինձ անհրաժեշտ է, ես այս հարցով իրան հանդիպենք, ես իմ հարցը, ինձ թվում է մենակ ինքը այս հարցին լուծում կտա։ Հույս ունեք, որ կընդունի այսօր։ Հույս ունեմ, որ կընդունի, հույս ունեմ, որ իմ հարցին անհապաղ լուծում կտան, որովհետև այսօր $12,000 իմ նման մարդուն ամեն ինչ գործրած մարդու համար չափազանց շատ մեծ գումար է։ Այն դեպքում, երբ որ ես դա ոչ տոկոսով եմ տվել, ոչ պարտքով եմ տվել, ես տվել եմ իմ երեխեքի քարերը սարքելու համար։ Այսօր Փաշինյանը ստատուս էր գրել մեկ այլ տիպի խաբեության զոհ դառնալու հետ կապված, երբ որ մարդուն ինչ-որ ֆինանսական կեղծ բուրգի մեջ են ներքաշել, խնդրում էր, հորդորում էր քաղաքացիներին զգոն լինել, չխաբվել եւ այլն։ Հիմա ձեր այս խնդրի դեպքում չեք կարծում, որ ամեն ինչ կավարտվի զուտ հերթական հնարավոր է մի ստատուսով, էլի, բայց ոչ էական գործողություններով։ Այստեղ վարչապետը Եթե Հայաստանում դեռ չի մահացել այն փաստը, որ զոհվածին կարելի է հարգել, չգիտեմ, կարող է եւ հերթական ստատուսով ավարտվի, բայց մեծ հույս ունեմ, որ տենց չի լինի, որ կգտնվեն իրանց մեջ խիղճ, իրանք կարող են այս հարցին լուծում տալ, որովհետեւ սա այն հարցն է, որ չգիտեմ, մարդիկ լսում են, փշաքաղվում են։ Այսօր դուք նստածույց հրաժարվել եք, այսինքն այդ մտքից ամեն դեպքում Տիկին Ռուզաննայի հորդորելով ես չեմ անի նստածույց, բայց եթե իմ հարցին լուծում չտրվի, նորից հունվարի 20-ին դա հետաձգվի, այդ ժամանակ արդեն նստածույց կանեմ։